եք առաջին լրատվականի հիմնական թողարկումը, բարի երեկո, ես Զարուհի Ռշտունին եմ, օրվա գլխավոր թեմաները նախամարոտ։ Այցելություն Երևանի լսողության խանգարում ունեցող երեխաների կրթահամալիր և հրաժեշտի հանդիպում նախագահի նստավայրում։ Ավարտվում է Մալթայի ինքնիշխան մարտական ուխտի արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեստինգի պետական այցը Հայաստան։ Տարածաշրջանային այցով Երևանում են ԵՀԿ Մինսկի համանախագահները, դիվանագետներին ընդունել է Հանրապետության ղեկավարը։ Պարտականությունները չկատարելու համար քաղաքացուն միակ կացարանից չեն զրկի, խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է ԴՀԿ օրենքում լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթը։ Դժբախտ պատահար Ավստրալիայի ամենամեծ զբոսայգում վթար է տեղի ունեցել արագընթաց ատրակցիոններից մեկում, 4 մարդ զոհվել է։ Մոսուրի համար համառ պայքարը շարունակվում է, ևս 800 քառակուսի կիլոմետր տարածք իրաքյան բանակի օգտին, շարունակվում են մարտերը նաև սիրիական Հալեպում։ Մաքսավորի ներկայությունը սահմանային անցակետերում կհասցվի նվազագույնի, ՊԵԿ նախագահի հանձնարարականը։ Հայտնի և սիրված կինոռեժիսորի հիշատակին, ընկերներն ու գործընկերները Ներսես Հովհաննիսյանի մասին։ Այս և այլ թեմաների մասին այժմ առավել մանրամասն։ Տարածաշրջանային այցով մեր երկրում են ԵՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնց այսօր ընդունել է նախագահ Սարգսյանը։ Զրուցակիցները քննարկել են Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին և առկա խնդիրներին վերաբերող հարցեր։ Համանախագահները հանրապետության ղեկավարին ներկայացրել են այցի առաքելության շրջանակում մինչ այս Բաքվում և Ստեփանակերտում ունեցած հանդիպումների արդյունքները։ Կարևորվել է բանակցային գործընթացում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հանձնառությունների կողմերի հավատարմությունը, Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը։ Մինչ նախագահի հետ հանդիպում ամերիկյան համանախագահ Ջեյմս Որլիկը հանդիպել է լրագրողների հետ։ Դիվանագետը ներկայացրել է իրենց հերթական այցի նպատակները, մեկնաբանել Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը և գնահատել շփման գծում տիրող իրավիճակը, պատմում է Արթուր Գրիգորյանը։ Միջնորդները Հայաստան են եկել Արցախի հյուսիսային ճանապարհով, Քարվաճառով։ Որլիկին տպավորել էր ճանապարհը, այնտեղ արդեն ձյուն էր գալիս։ Հյուրանոց հասնելուց րոպեներ անց ամերիկացի համանախագահը կիսեց իր տպավորությունները Բաքու եւ Արցախ այցերից։ Ասաց, 3 հիմնական նպատակով են ժամանել. քննարկել հրադադարի ռեժիմի խախտումները, Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարումը եւ բուն բանակցությունների հետագա ընթացքը։ Տեղեկացրեց, որ երկու նախագահներն էլ համաձայն են առաջ ընթանալ հասնելու համար տևական խաղաղության։ Իդեպ վերջին երկու գագաթնաժողովից արդեն ամիսներ են անցել եւ ձեռք բերված պայմանավորվածությունները դեռ կյանքի չեն կոչվում։ Ով է խոչընդոտում եւ ընդհանրապես կողմերից ով է դեմ Հելսինկյան սկզբունքների փաթեթին։ Կարող եմ հավաստիացնել ձեզ, որ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները բոլոր կողմերն ընդունել են։ Դրանք են ինքնորոշման իրավունքը, հարգանքը տարածքային ամբողջականության նկատմամբ եւ ուժ չկիրառելու հանձնառությունը։ Ցանկացած համաձայնության հիմքում պետք է լինեն Հելսինկյան սկզբունքները։ Հնչեց հարց, այդ դեպքում ինչպես մեկնաբանել Ալիևի հայտարարությունը, որ իրենք կարող են առավելագույն ինքնավարություն տրամադրել Լեռնային Ղարաբաղին։ Որլիկը ողջունեց դա, բայց ոչ թե որպես նրա վերջին խոսք, այլ որ Ալիևն ընդհանրապես առաջ է քաշում կարգավիճակի հարցը։ Տարրերը պետք է քննարկվեն ոչ միայն առանձնազրույցներում, այլև հասարակությունների ներսում։ President Aliyev opened up a discussion on the issue of status. Նախագահ Ալիևը քննարկում է բացել կարգավիճակի հարցի վերաբերյալ։ Սա մի բան է, որը բոլորս պետք է ողջունենք։ Մենք պետք է անկեղծ քննարկում ծավալենք Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ։ Կողմերի դիրքորոշումները կարող են տարբերվել, բայց կարևոր է, որ այդ հարցերը ներկայացվեն հասարակության դատին եւ Հայաստանում, եւ Ադրբեջանում, եւ Լեռնային Ղարաբաղում։ Դեսպան Որլիկը գոհունակություն հայտնեց, որ Կասպրչիկի գրասենյակի զեկույցների համաձայն իրավիճակը համեմատաբար հանգիստ է շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին։ Իրենց ջանքերը ուղղված են գերագույն նպատակին, որ հետագայում երկու ժողովուրդները կողք կողքի խաղաղ ապրեն։ Ամերիկացի միջնորդի խոսքով համապարփակ կարգավորումը պետք է ներառի բոլոր տարրերը։ Եթե կա տարածքային հարց, ապա պետք է լինի նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի հստակեցում։ Սա փաթեթ է։ Հնարավոր չէ, որ մեկը վերցնի միայն իր համար նպաստավոր տարրը։ Արթուր Գրիգորյան, Հակոբ Թումանյան, Առաջին ալիք։
Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքը, Պիեր Անդրիոն և Անջեյ Կասպրչիկն առանձին հանդիպումներ են ունեցել նաև Հայաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ։ Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ արդեն մի քանի ամիս Ադրբեջանը մերժում է իրականացնել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներին նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները, դրանով իսկ խոչընդոտելով բանակցային գործընթացի առաջ մղման նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանը։ Ի հակառակ Մինսկի խմբի համանախագահ երկրների բազմաթիվ կոչերի զերծ մնալ առավելապաշտական և սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից Բաքուն շարունակում է այդ գործելավոճը։ Որպես դրա ապացույց նախարար Նալբանդյանը նշել է Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները, որոնք աներկբա վնասակար են բանակցային գործընթացի համար։ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էլ համանախագահների խնդրանքով անդրադարձել է բանակցային գործընթացի ռազմաքաղաքական բաղադրիչին և արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի իրավիճակին։ Նախարարը տեղեկացրել է, որ ապրիլյան ռազմական գործողություններից հետո էլ Ադրբեջանը շարունակում է ապակայունացնել իրավիճակը շփման գծում։ Պարբերաբար աճում է կրակոցների քանակը, մեծանում է կիրառվող զենքերի տրամաչափը, հանգեցնելով նոր զոհերի։ Վիգեն Սարգսյանը նշել է, որ բանակցային գործընթացում առաջընթաց արձանագրելու համար Հայաստանը կարևորում է շփման գծում հրադադարի անվերապահ պահպանումը և հակամարտ կողմերի միջև վստահության ամրապնդումը։ Գիշերը Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 25 անգամ։ Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 250 գրակոց։ Ըստ Արցախի պաշտպանության գերատեսչության, պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը պահպանել են հրադադարի ռեժիմը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար։ Այսօր նախագահի նստավայրում տեղի ունեցել պետական այցով Հայաստան ժամանած Մալթայի ինքնիշխան մարտական ուխտի արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեստինգի հրաժեշտի պաշտոնական արարողությունը։ Մինչ այդ տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում նախագահ Սարգսյանը և Ֆրա Մեթյու Ֆեստինգը բարձր են գնահատել այցի շրջանակում կայացած բանակցությունների արդյունքներն ու համոզմունք հայտնել, որ մեծ վարպետի այցը նորեջ կբացի երկկողմ հարաբերություններում և խթան կհանդիսանա փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման գործում։ Come and see us in Rome, please. Շատ հաջողայցեր եւ ես ձեզ ակնկալում եմ ընդունել մեզ մոտ։ That will be a pleasure of mine. Մինչ նախագահի հետ հրաժեշտի հանդիպումը Ֆրա Մեթյու Ֆեստինգը եղել է Երևանի լսողության խանգարում ունեցող երեխաների կրթահամալիրում։ Պարզվում է Մալթայի ինքնիշխան մարտական ուխտն արդեն գրեթե 2 տասնամյակ համագործակցում է այս դպրոցի հետ և գործակցության պատճառն էլ պատահական չէ, պատմում է Ռուզաննա Վարդերեսյանը։ Ձյանային օգնեցին լսել իմ հարցը, բայց պատասխանն աղջիկն արդեն տալիս է ոչ թե ժեստերի լեզվով, այլ պարզ խոսքով։ Առաջին դասարան չեմ կարողացել խոսել, կամաց սկսեցի սովորել, ուսուցիչն սովորացրեցին։ Ձյանան ունի սիրած զբաղմունք, որն արդեն մասնագիտության է վերածվում, ասեղնագործությունը։ Լսողության խանգարում ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում Ձյանայի հետ սովորում է լսողության տարբեր աստիճանի խանգարումներով 130 աշակերտ Հայաստանի մարզերից ու Արցախից։ Այստեղ ընդունվում են նախապատրաստական դասարանի 5 տարեկան երեխաները եւ ավարտում են դպրոցը 12-րդ դասարանում տիրապետելով ավագ դպրոցում նախամասնագիտական ուրեմն հմտություններին։ Հատուկ կրթահամալիրն այսօր հատուկ հյուր ուներ Մալթայի ինքնիշխան մարտական ուխտի արքայազն Ֆրա Մեթյու Ֆեստինգը։ Ջերմ ժպիտներով, աղ ու հացով ու հայկական արևահամ պտուղներով են կենտրոնի ղեկավարությունն ու աշակերտները դիմավորում արքայազնին։ Արքայազնի այցն այս դպրոց պատահական չէր, Մալթայի ինքնիշխան մարտական ուխտն արդեն գրեթե 2 տասնամյակ համագործակցում է այս դպրոցի հետ։ Մալթայի ուխտի նախկին դեսպանը, եթե չեմ սխալվում, ինքը, քանի որ ինքն էլ ուներ լսողական խանգարում, ընտրեց այս դպրոցը։ Մալթայի ուխտը հովանավորում է դպրոցը, այսինքն երեխաների ամառային հանգիստն են կազմակերպում,
օգնում են տարբեր միջոցառումներ իրականացնելու, որոշ վերանորոգումներ են իրականացնում եւ շատ լավ բարեկամներ են։ Հենց այդ լավ բարեկամության վկաներն են այս լուսանկարները։ Արքայազն From to Fasting-ին մեկ առ մեկ ներկայացնում են դրանց պատմություններն ու հաճելի հիշողություններ արթնացնում։ Ճամբարային նկարներն են, որ երեխաները գնում են ճամբար 4 Աշակերտներն այստեղ տիրապետում են մի քանի արհեստների՝ գորգագործություն, կոշկակարություն, դիմահարդարում, մատնահարդարում, կարուձև եւ այլն։ Մեր սաները կարող են աշխատել եւ ոչինչ եւ վաստակել իրենց գումարը։ Աներևակայելի է, ասում է Արքայազն ու շարժվում դեպի մյուս տաղավարը, որտեղ աշակերտներն իրենց մյուս հմտություններն են ցուցադրում։ Այս բոլոր գորգերը ինչ տեսնում եք դուք, մեր աշակերտների աշխատանքները, մեր հայոց այգուները։ Որքան սպասված, այնքան էլ անսպասելի էր հյուրերի համար այս դպրոցի աշակերտների պատրաստած ցերեկույթը։ Անուշը Արցախին ու հայ զինվորին նվիրված երգը ժեստերի լեզվով այնպիսի զգացմունքով կատարեց, որ անտարբեր չմնաց դահլիճում գտնվող ոչ մի մարդ։ Երգ, պար, բեմադրություն, ամեն ինչ ճիշտ այնպես, ինչպես կարող էր լինել ոչ թե հատուկ, այլ հանրակրթական սովորական դպրոցում։ Տպավորությունները չափազանց վառ էին։ Այս այցելությունն առիթ կլինի շարունակել մեր օգնությունն ու համագործակցությունը։ Very good. Սա շատ լավ դպրոց է, որը պետք է շարունակի ստանալ մեր օգնությունը։ Այն ինչ ես տեսա, ինձ շատ տպավորեց եւ կարծում եմ, որ սա կլինի առիթ, որ ավելի շատ ուշադրություն դարձնեմ այսպիսի դպրոցներին։ Հայաստանից ստացած տպավորությունների մասին հարցինի պատասխան Արքայազնը պատասխանեց. հրաշալի երկիր է, իսկ մեր երկրում նրա համար ամենատպավորիչ վայրը ցեղասպանության հուշահամալիրն էր։ Ռուզաննա Վարդերեսյան, Հովանես Քյոսեյան, Առաջին ալիք։ Եվ դարձյալ պաշտոնական լրահոսից նախագահ Սարգսյանն ու Գազպրոմ ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլերն այսօր Երևանում քննարկել են գազաէներգետիկ ոլորտի հետ կապված հարցեր։ Հանրապետության ղեկավարն ու Գազպրոմ ընկերության նախագահը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության համատեքստում անդրադարձել են Հայաստան բնական գազի առաքման ժամանակ գնագոյացման, մասնավորապես գազի գնի իջեցումը սպառողներին ավելի հասանելի դարձնելու հարցին։ Ալեքսեյ Միլերը Սերժ Սարգսյանին ներկայացրել է Գազպրոմ Արմենիա ընկերության միջոցով Հայաստանում Գազպրոմ ընկերության գործունեությունը, ներդրումները, առաջիկա ծրագրերը, որոնցում նրա հավաստմամբ կարևոր տեղ են զբաղեցնում նաև սոցիալական ծրագրերը։ Իսկ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման Ալեքսեյ Միլերը ընդգծել է, որ Հայաստանն ունի գազիֆիկացման բարձր մակարդակ 96%, գազամատակարարման հուսալի համակարգ եւ վստահեցրել, որ Գազպրոմն այսուհետ եւս պատրաստ է Հայաստանում իրականացնել ընկերության առջև դրված բոլոր խնդիրները։ Նշելով Գազպրոմ Արմենիա ընկերության գործունեության դիվերսիֆիկացված առանձնահատկությունը, Ալեքսեյ Միլերը կարևորել է նաեւ Հրազդան ջեկի 5-րդ էներգաբլոկի եւ Աբովյանի ստորգետնյա գազապահեստակայանի հետագա շահագործման արդյունավետությունը։ Ընդգծելով Գազպրոմի գործունեության սոցիալական պատասխանատվության բաղադրիչը, Միլերը նշել է, որ ընթացքի մեջ է բազմաֆունկցիոնալ հնարավորություններով ուսումնամարզական համալիրի շինարարությունը, որը Գազպրոմի ներդրումն է Հայաստանի երիտասարդ սերնդի ապագայի համար։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել անդրադառնալով մաքսային ծառայության առաջիկա անելիքներին։ Վարդան Հարությունյանի խոսքով հանրապետության նախագահի եւ կառավարության ղեկավարի հստակ հանձնարարականներն են իրականացնել մաքսային ծառայության համակարգային եւ որակական փոփոխություններ։ Մաքսայինն այն օղակն է, որ առաջինն է շփվում երկիր մտնող յուրաքանչյուր քաղաքացու հետ։ Հետևաբար ըստ Վարդան Հարությունյանի ավելի քան կարևոր է մաքսային ծառայողի կերպարի արմատական վերափոխումը, սկսած մասնագիտական կարողությունների բարձրացումից մինչև ընդհանուր վարքագծի փոփոխություն։ Պետք է մաքսավորի ներկայությունը մեր սահմաններին, մեր մաքսակետերում մինիմալին հասցնել։ Մաքսավորը այն դեպքում կարող է միջամտել, երբ որ կա խնդիր։ Եթե չկա խնդիր, արհեստական խնդիր, ինչի համար պետք է մենք ստեղծենք։ Այսօր ամենաշատ բողոքը դա արդարության եւ հավասարության պակասն է։ Մի շաբաթվա մեջ ակնկալում եմ նոր ոճ, նոր աշխատավոճ, նոր մոտեցումներ։
Մեկ հաղորդագրություն ազգային անվտանգության ծառայությունից հանցագործությունների դեմ պայքարի գործառույթի իրականացման շրջանակում Երևան քաղաքի կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում գտնվող հասարակական նշանակության տարածքներում հայտնաբերվել են օրինական գործող կազմակերպությունների քողի ներքո առանց պետական գրանցման և լիցենզիայի ապօրինի գործունեություն իրականացնող խաղասրահներ։ Ինչպես տեղեկացնում են ծառայության մամուլի կենտրոնից, ձեռք բերված նախնական տվյալներով նշված վայրերում տևական ժամանակ կազմակերպվել են շահումով խաղեր։ Կազմակերպիչները հիմնական հաճախորդների հետ նախապես համաձայնեցրել են խաղերի անցկացման օրն ու ժամը, ապահովել մասնակիցների անհրաժեշտ թվաքանակ, այդ թվում թույլ խաղացողներ գտնելու և ներգրավելու միջոցով, ինչպես նաև անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկել իրավապահ մարմիններից խաղերի անցկացման փաստը թաքցնելու ուղղությամբ։ Անվտանգության ծառայության քննչական վարչությունում քննվող քրեական գործերով շահումով խաղերի կազմակերպիչներին մեղադրանք է առաջադրվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար, որը զուգորդվել է պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով, ընթանում է նախաքննություն։ Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ և միաձայն ընդունել է դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենսդրական փաթեթը, որով առաջարկվում է անձին իր պարտականությունները չկատարելու համար չզրկել իր միակ կացարանից, անկախ հանգամանքից, թե ինչ պարտավորություն է նա խախտել։ Պատգամավորները ընդունել են նաև արժեթղթերի շուկայի վերաբերյալ օրինագիծը, քննարկել Սլովակիայի, Սերբիայի կառավարությունների հետ ստորագրած միջազգային համաձայնագիրը եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելու մասին։ Օրենսդիրը քննարկել է նաև էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին օրինագիծը։ Երկքաղաքացիություն ստանալու պարագայում Հայաստանի քաղաքացին այլևս պարտավորված չէ այդ մասին հայտնել ոստիկանությանը։ Պատգամավորների սեղանին նաև կառավարության առաջարկ էր փոփոխելու Հայաստանի քաղաքացիության և վարչական իրավախախտումների մասին օրենքները։ Սահմանվում է օրենքից հանել դրույթը, համաձայն որի երկքաղաքացիություն ստանալու և այդ մասին չտեղեկացնելու համար սահմանված է վարչական պատասխանատվություն, տուգանք 50,000 դրամի չափով։ Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը հայտարարել է, որ երկքաղաքացիության մասին ոստիկանությունը տեղեկանում է, երբ անձնագրերի և վիզաների վարչությունը համապատասխան ծառայություններ է մատուցում տվյալ անձին։ 2007 թվականից առ այսօր վարչական պատասխանատվություն է կրել ընդամենը 1 անձ։ Նորմը, որ վերացվում է, սա փաստորեն մեռած նորմ է, և դա չի նշանակում, որ ոստիկանությունը չի տանելու նման հաշվառում։ Ես հանձնաժողովի ժամանակ ևս այդ հարցին անդրադարձան, ասեմ, որ այսօրվա վիճակով 95,839 երկքաղաքացու վերաբերյալ տեղեկատվական տվյալ կա մեր պահոցներում։ Այժմ մեկ տեղեկություն հոկտեմբերի առաջին կեսին հյուսիսային Օսիայում Բեսլան քաղաքից 6 կիլոմետր հեռավորության վրա Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորված ուղևորների մասին։ Այս պահին Բեսլանի հանրապետական հիվանդանոցում է գտնվում և բուժումը շարունակում 3 մարդ։ Նրանց առողջական վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր։ Տուժածներից Սմբատ Պողոսյանը բազմակի կոտրվածքներ ունի ոտքերի կոնքոսկրի հատվածում։ Արդեն լյարդի վիրահատության է ենթարկվել, առաջիկայում ևս մեկ անգամ կվիրահատվի։ Մյուս երկու հիվանդները նույնպես ունեն բազմաթիվ կոտրվածքներ, սակայն 3-ի մոտ էլ առկա է դրական տեղաշարժ։ Նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ։ Հայաստանի վիրավոր քաղաքացիներին պարբերաբար այցելում են Դոնի Ռոստովում մեր հյուպատոսության աշխատակիցները։ Տարածված լուրերը, թե հիվանդանոցում բուժօգնությունը պատշաճ չի իրականացվում, հիվանդները հերքել են։ Նրանց խոսքով հիվանդանոցում բուժօգնություն իրականացվում է բարձր մակարդակով։ Դեղերը տրամադրվում են ժամանակին և որևէ խնդիր բուժման ընթացքում չեն ունեցել։ Հիմա համեմատաբար արդեն ահագին դզվել եմ ու գնալով կազդուրվում եմ, 5 օր կոմայի մեջ եմ եղել, հետո են ինձ պատմե։ Շատ լավ վերաբերմունք են ցույց տալիս եմ տղային, ամեն ինչ է ուշադիր, դեղորայքի հետ կապված բացարձակ մենք սկի տեղեկություն էլ չունենք ոնց արվում, ինչ արվում, ինչ պետք է իրանք լրիվ անում են։ Երբ մեր խումբը այցելեց հիվանդներին, նրանց արդեն իսկ տրամադրվել էր դեղորայք, բուժանձնակազմը շատ բարձր մակարդակի բուժում էր իրականացնում և բոլորը գոհ էին։
Դժբախտ պատահարը Ավստրալիայի ամենամեծ թեմատիկ զբոսայգում վթար է տեղի ունեցել այգու արագընթաց ատրակցիոններից մեկում, ինչի հետևանքով 4 մարդ զոհվել է։ Ատրակցիոնը բացվել է 1988 թվականին և կտրուկ շրջադարձներում շարժման արագությունը հասնում է ժամում 45 կիլոմետրի։ Dreamworld ընտանեկան ատրակցիոն է, որտեղ թույլատրվում է այցելել 2 տարեկանից բարձր երեխաներին։ Պատահարի պատճառների հետաքննությանը ոստիկանների հետ մասնակցում են նաև փրկարար ծառայությունները։ Մոսուլի համար պայքարը թևակողել է նոր փուլ։ Իրաքի կանոնավոր զորքերն ու քրդական ջոկատները սեղմում են օղակը քաղաքում ամրացած իսլամիստների շուրջ։ Կրքերը թեժ են նաև Իրաքում և Սիրիայում ծավալվող գործողությունների մասնակից պետությունների միջև։ Արևմուտքը շարունակում է մեղադրել Ռուսաստանին իր ներկայությունը Սիրիայում մեծացնելու, Թուրքիային էլ սիրիական խաղաղ բնակավայրերը ռմբակոծելու համար։ Մարիամ Մխիթարյանի անդրադարձը։ Իսլամական պետության գրոհայիններից Մոսուլի ազատագրման գործողությունը շարունակվում է։ Վերջին տեղեկությունների համաձայն իրաքյան բանակին եւ քրդական ջոկատներին հաջողվել է հետ գրավել քաղաքին հարող շրջաններից մոտ 840 կիլոմետր տարածք։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ենթադրում է, որ զայրահեղական ուժերը կակտիվանան, երբ Իրաքի անվտանգության ուժերը մտնեն Մոսուլ։ Նրանք կիրականացնեն ահաբեկչական գործողություններ, կպայթեցնեն ականապատված փոխադրամիջոցները, կհրկիզեն շենքեր։ Թուրքիան դարձյալ հիշեցրել է իր մասին։ Արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում Իրաքի տարածքում իրենք ցամաքային գործողություն կսկսեն, հարվածի թիրախ դարձնելով քրդական ուժերի։ Ռազմական գործողությունները չեն դադարում նաև Սիրիայում։ Ըստ վերջին տվյալների, սիրիական բանակը Հալեպի մարտերում վերացրել է չափավոր ընդդիմության ղեկավարին։ Դամասկոսը հայտնել է, որ ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիոն ուժերը գնդակոծել են Հալեպի մերձ քաղաքային բնակավայրերից մեկը։ Վաշինգտոնին այսօր անհանգստացնում է Սիրիայում եւ ռուսական եւ թուրքական զինված ուժերի ներկայությունն ու գործողությունները։ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քերբին հայտարարել է, որ Վաշինգտոնը մտահոգ է Սիրիայում Թուրքիայի իրականացած ռմբակոծություններից, որոնց հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվում։ Նույնիսկ թուրք վերլուծաբաններն են գրում Էրդողանի մեծ ախորժակի մասին։ Թուրք նախագահն ուրախ է իսլամական պետության տարածմամբ, քանի որ դրա դեմ պայքարի պատրվակով թուրքական բանակը մտել է Սիրիա եւ Իրաք։ Վաշինգտոնին անհանգստացնում է նաև Սիրիայի ափերին ռուսական հածանավի մոտենալու փաստը։ Այն կարող է օգտագործվել Հալեպը գնդակոծելու համար։ Ռուսաստանը սակայն պնդում է, որ վերջին 7 օրվա ընթացքում ռուսական օդուժը դադարեցրել է թռիչքները Հալեպի վրա։ Միաժամանակ իրականացվում է մարդասիրական միջանցքով խաղաղ բնակիչների դուրսբերումը վտանգավոր գոտիներից։ Այս հայտարարությունները սակայն չեն թույլատնում հակառուսական շարժումը։ 80 մարդասիրական կազմակերպություններ կոչ են արել ՄԱԿ-ի անդամ երկրներին թույլ չտալ Ռուսաստանին վերընտրվել մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի խորհրդում։ Արևելաեվրոպական պետությունների համար հատկացված 2 տեղերի համար պայքարում է 3 երկիր՝ Ռուսաստանը, Հունգարիան եւ Խորվաթիան։ Մարիամ Մխիթարյան, Առաջին ալիք։ Թուրքիայի Ծովափնյա Անտալիա քաղաքի առևտրաարդյունաբերական պալատի շենքի տարածքում ուժեղ պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով կան վիրավորներ։ Վնասվել են շրջակայքում գտնվող շենքերն ու մեքենաները։ Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության հատուկ ջոկատներն ու շտապօգնության մեքենաները։ Ըստ լրատվամիջոցների կայանած մեքենան պայթել է քաղաքապետի ելույթից մի քանի ժամ առաջ։ Իշխանությունները սակայն հակված են ենթադրել, որ միջավ դեպը դժբախտ պատահար է։ Թուրքիայի համեմատաբար խաղաղ այս քաղաքում մեկ ամսվա ընթացքում սա երկրորդ միջադեպն է։ 2 շաբաթ առաջ 2 հրթիռ էր ընկել քաղաքի ձկնորսական իրերի խանութների վրա։ Թուրքիայում հրատարակվող նորագույն քարտեզներին որպես թուրքական պետության տարածք են ներկայացվում Հունաստանի և Իրաքի հողերը, գրում է ամերիկյան Foreign Policy հանդեսը։ Հոդվածագիր Նիկ Դանֆորդի փոխանցմամբ Էրդողանը բողոքելով 1923-ի Լոզանի պայմանագրից, որով իբր տարածքներ են անջատել թուրքական պետությունից, հավակնություններ է հայտնել մասնավորապես Մոսուլի նկատմամբ։ Նրա խոսքով Աթաթուրքն իբր նախատեսում էր Թուրքիային միացնել նաև Մոսուլը։ Ըստ Դանֆորդի Էրդողանի նեոօսմանական հողերը, որոնք նախկինում դատապարտվում էին միայն Արևմուտքում, հնարավոր է արդեն արժանանան նաև արաբական աշխարհի խիստ արձագանքին։ Վերլուծաբանը նկատում է, որ Իրաքի և Սիրիայի գործերին միջամտելու համար Էրդողանը շահարկում է նաև այդ երկրների թուրքական փոքրամասնությունների գործոնը, ինչպես ժամանակին նման պատրվակով գրավեցին Կիպրոսի հյուսիսը։ Էրդողանը վերջերս հայտարարել է, թե աշխարհի գերտերությունները, որոնք իրեն կոչ են անում զենքի ուժով չխառնվել Իրաքի կամ Սիրիայի դեպքերին, իրենք են տարիներով ներս ու դուրս անում մերձավոր արևելքի երկրներում։ Արդյոք Սադամ Հուսեյնը 14 տարի առաջ ամերիկացիներին հրավիրել էր Իրաք, ցինիկաբար հայտարարել է Թուրքիայի նախագահը։
Իսպանիայի Մալագա քաղաքի խորհուրդը միաձայն ընդունել է հայտարարություն, որով պաշտոնապես ճանաչում եւ դատապարտում է հայոց ցեղասպանությունը։ Արտգործնախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ընդունված հայտարարությունում նախորդ դարաշրջին տեղի ունեցածը բնորոշվում է որպես հանցագործություն մարդկության դեմ, որի հետևանքով ձևավորվեց հայկական մեծ սփյուռքը։ Մալագայի քաղաքային խորհուրդը նաեւ զորակցություն է հայտնում աշխարհասփյուռ հայությանը, միաժամանակ նշելով, որ մոտակա ժամանակահատվածում քաղաքապետարանը Մալագայի կենտրոնական զբոսայգում կտեղադրի հայկական խաչքար, նվիրված հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Հոկտեմբերի 26-ից 28-ը Երևանում կանցկացվի 7-րդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը Էքսպո Ռուսաստան, Հայաստան, Իրան ձևաչափով։ 7-րդ ցուցահանդեսին մասնակցում են էներգետիկայի, մեքենաշինության, ավտոմեքենաների արտադրության, շինարարության եւ այլ ոլորտներում գործունեություն ծավալող ընկերություններ։ Նախատեսվում է, որ ցուցահանդեսի եւ բիզնես ֆորումի շրջանակում կկազմակերպեն քննարկումներ Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների, տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, առողջապահության, կրթության եւ գիտության նախարարությունների տարբեր ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։ Ինչպես նշել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը, Եվրասիական տնտեսական միության կազմի մեջ մտնելուց հետո Հայաստանի հետ Ռուսաստանի առևտրաշրջանառությունը բավականին աճել է։ Իրանի մասնակցությունն էլ ցուցահանդեսին դիտարկվում է միության հետ առևտրատնտեսական կապերն աշխուժացնելու տեսանկյունից։ Существует много вариантов. Հայաստանի եւ Ռուսաստանի միջև առևտրաշրջանառության կազմակերպումը հիմա բավական դժվար է, դա է թերևս նաեւ պատճառը, որ Իրանի հետ ԵԱՏՄ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը պետք է դիտարկել այդ տեսանկյունից։ Կան իհարկե բազմաթիվ միջոցներ կազմակերպելու ճանապարհային հաղորդակցությունները, սակայն դրանք պետք է ֆինանսապես ձեռնտու լինեն։ Պետք է դիտարկել այդ բոլոր ճանապարհների առևտրային բաղադրիչը։ С нами Иран будет на первых этапах сотрудничать. Իրանը սկզբնական շրջանում համագործակցելու է ապագա ազատ առևտրի գոտու շրջանակում։ Բազմաթիվ քննարկումներ են եղել եւ Հայաստանում, եւ Իրանում, եւ Ռուսաստանում Իրանին տրամադրվող հնարավորությունների շուրջ, սակայն բոլոր հարցերը պետք է քննարկվեն ԵԱՏՄ երկրների հետաքրքրությունների շրջանակում։ Ցուցահանդեսը տարեց տարի ընդլայնվում է թե ապրանքների, թե մասնակիցների եւ թե ծառայությունների տեսանկյունից։ Մեզ միացել են ձեռնարկություններ Սիրիայից, Բելարուսից, Իրանից։ Կարծում եմ այսօր տեխնոլոգիաների նաեւ համատեղ փորձի փոխանակումը տալիս է արդյունքներ։ Երևանում այսօր կազմակերպվել է հայկական արտադրության ապրանքատեսակների համտես ցուցադրություն, որին մասնակցելու նպատակով մեր երկիր են ժամանել Metro AG ընկերության ներկայացուցիչները։ Նրանք այստեղ են հայկական արտադրողների հետ համագործակցություն ընդլայնելու նպատակով եւ քննարկելու բոլոր հնարավոր միջոցները հայկական արտադրանքն ավելի մրցունակ դարձնելու համար։ Իդեպ միջոցառումը նախաձեռնել են տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունն ու Հայաստանի զարգացման հիմնադրամը։ Մանրամասները Արմինե Ուդումյանի ռեպորտաժում։ Հայկական սննդատեսակներից ամենամրցունակները պանիրը, գինին, մսամթերքը, ձկնամթերքը, պահածոները մեծ ծավալներով ռուսական շուկա դուրս գալու հնարավորություն են ստացել։ Մեր երկրում են Metro AG առևտրային խոշոր ցանցի ներկայացուցիչները։ Դա համաշխարհային ցանց է։ Միայն Ռուսաստանում Metro Cash ընկերին ունի 80-ից ավել հիպերմարկետներ։ Իմ ունեցած տվյալներով Ռուսաստանի Metro Cash ընկերի մասնաճյուղի անցյալ տարվա առևտրական շրջանառությունը հասել էր 4 միլիարդ եվրոյին համարժեք ռուսական ռուբլի։ Հետևաբար մրցունակ ապրանք ներկայացնող հայ արտադրողներին միայն մեկ խնդիր է մնում՝ մեծացնել ծավալները։ Metro AG-ի մոսկովյան ցանցի ղեկավարն ու ներկայացուցիչները նախորդին արդեն շրջել են սննդամթերք արտադրող հայկական ընկերություններով, ծանոթացել արտադրական գործընթացին։ Конечно, нашли продукты интересные, потому что Իհարկե, գտել ենք հետաքրքիր ապրանքներ։ Հայաստանում արտադրվում է որակյալ սննդամթերք, բայց կարծում եմ այս պահին հարցն ավելի շատ վերաբերում է տեսականու ձևավորման քաղաքականությանը, առևտրային լոգիստիկ խնդիրներին։ Վաղ առավոտյան մի շարք պաշտոնական հանդիպումներից առաջ կազմակերպված համտես ցուցադրությանը խոշոր առևտրային ցանցի ներկայացուցիչները փորձեցին, զննեցին, գնահատեցին փաթեթավորումը եւ հավանաբար շուտով Ռուսաստանի տասնյակ հիպերմարկետներում ավելի շատ հայկական սննդատեսակներ կհայտնվեն։ Տնտեսական զարգացման եւ ներդրումների աջակցության նախարարության Հայաստանի զարգացման հիմնադրամի այս նախաձեռնությունը արտահանման խթանման նպատակով է։ Ծավալների հետ կապված կարելի ասել մետրոն այդ կողմից ճկունություն ունի, մետրոների ցանցը, քանի որ իրանք հնարավորություն ունեն ոչ միայն ասենք մի ապրանքը լինի բոլոր մետրո ցանցում, այլ լինի ասենք տվյալ տարածաշրջանի խանութների ցանցում։ Հայկական արտադրողներն իրենց հերթին խոստանում են անհրաժեշտության դեպքում մեծացնել ծավալները։ Նայած թե ներմուծողները ինչ քանակներ կուզեն։ Մենք պատրաստ ենք ամեն մի քանակի։
Աշխարհի ավելի քան 27 երկրում աշխատող առևտրային ցանցը հայկական ընկերությունների հետ աշխատելու փորձ արդեն ունի։ Ներկայում փնտրում է ավելին, այսօր նույնպես շարունակելով շրջայցը հայկական ձեռնարկություններով եւ պաշտոնական հանդիպումներ ունենալով։ Արմինե Ուդումյան, Էդգար Դավթյան, Առաջին ալիք։ Հեռահաղորդակցության ոլորտում նորարարություններին հավատարիմ սկզբունքով Ucom ընկերությունը բաժանորդներին առաջարկում է ֆիքսված եւ շարժական ծառայությունների միասնական 4Play նոր ծառայությունը։ Միանալով նոր առաջարկին բաժանորդներն ըստ էության նախկին 3Play եւ շարժական կապի ունիվերսալ ծառայությունները կստանան մեկ փաթեթում։ Առաջարկը հարմար է ընտանիքների համար։ Դրա շրջանակում կարելի է ստեղծել 5 հեռախոսահամարից բաղկացած խումբ, միմյանց հետ խոսել անսահմանափակ, յուրաքանչյուր ամիս տեսավար ցույց ծառայության շրջանակում անվճար դիտել 3-ից 5 ֆիլմ։ Օրինակի համար կարող ենք նայել մեր 3-1 Select փաթեթը, որը 10,500 դրամ արժե։ Եթե դուք ընտրեք մեր ունիվերսալ սակագնային փաթեթներից որևէ մեկը, ընդունենք 5,500 դրամանոց փաթեթը, դուք կունենաք հնարավորություն արդեն ավելի քիչ վճարելու, այսինքն փաստացի 3-1 փաթեթի արժեքը կդառնա 9,500 դրամ։ Սա աննախադեպ փաթեթ է շուկայում, այսինքն իր ծավալով է աննախադեպ, ինչպես մենք բոլորս գիտենք, Ucom-ը սկսել է ֆիքսված կապից ժամանակին եւ նաև սկսել է հեռուստատեսությունից տրամադրել IPTV իր հաճախորդներին։ Սա առաջի միասնական փաթեթն է միասնական կապի օպերատորից։ Լույս է տեսել Հյուսիսային Արցախի Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանությունը գիրքը։ Հեղինակի Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի կնոջ բնորոշմամբ գիրքը Կրպեյանի հիշատակին նվիրված գրավոր հուշարձան է։ Գրքի առաջին մասում ամբողջությամբ ներկայացված են Հյուսիսային Արցախի Գետաշեն Մարտունաշեն գյուղերի բնակչության ինքնապաշտպանությունը 1988-ից 91 թվականներին ազգային ազատագրական պայքարը, իսկ երկրորդ հատվածում նկարագրվում է Թաթուլ Կրպեյանի հերոսական ուղին։ Իրինա Կրպեյանի խոսքով գրքում զետեղվել են երկար տարիների ընթացքում հավաքված փաստերը, որոնց ականատեսներն են Կրպեյանի մարտական ընկերները, պատերազմական գործողությունների մասնակիցները։ Ներկաների հավաստմամբ Թաթուլ Կրպեյանը վայրկյան անգամ չէր մտածում հող զիջելու մասին, եւ 1991 թվականի ապրիլի 30-ին հավատարիմ մնալով իր ուխտին Գետաշենի արծիվ, ինչպես նրան հետագայում անվանեցին, ընկավ հերոսի մահով։ Գիրքը հրատարակել է Պատմության ինստիտուտի աջակցությամբ 150 օրինակով։ Իմ ձեռքի տակ ունեի Թաթուլ Կրպեյանի Գետաշենից բերված արխիվը։ Երբ զոհվեց Թաթուլ Կրպեյանը, տղաները ինձ հանձնեցին Գետաշենում ինչ որ ինքը ուներ, մի փոքրիկ սպիտակ կապոցով։ Ահա 25 տարի անց այդ արխիվը նույնպես բացվեց այս գրքով։ Մեծագույն պատիվ էր ականատեսը լինելու գրքի ստեղծմանը, մայրիկի տքնաջան աշխատանքին, նվիրվածությանը, իր հոգացությանը, յուրաքանչյուր փաստի նկատմամբ։ Конечная цель была победа։ Մեր գերագույն նպատակն է եղել հաղթել, այսինքն ամեն պահ հակահարձակվել, ազատագրել գյուղերը։ Հենց այդպիսի մտածելակերպի տեր մարդ է եղել նաև Կրպեյանը։ Նա երբեք պարտություն չէր ընդունում եւ պայքարում էր մինչեւ վերջ։ Մենք նրա նման մարդկանց երբեք չենք կարող մոռանալ։ Համոզված եմ Կրպեյանի նման հերոսների սխրանքները մեր այսօրվա հերոսներին տալիս են ուժ հայրենի հողը ամուր պահելու համար։ Հայկ Մինասյանը մեկն էր այն հերոս տղաներից, որոնք ընկան ապրիլյան ծանր մարտերի ընթացքում։ Մինչև ատամները զինված ադրբեջանական հրոսակներից պաշտպանելով մեր երկրի սահմանները, Հայկը մարտական դիրքում աննահանջ մարտնչել է մինչև կյանքի վերջին վայրկյանը։ Հերոսի ծննդյան 20-ամյակին նրա հայրական տանն են հյուրընկալվել Արցախյան ազատամարտի վետերանների միության ներկայացուցիչները, ծառայակիցներն ու ընկերները։ Վանաձորցի երիտասարդ ընտանիքի միակ առուզավակն էր, 3 քույրերի եղբայրը։ Պատմում են, որ կատակասեր ու ընկերասեր երիտասարդը երբեք չի տրտնջացել դժվարություններից։ Վերջերս Վանաձորի Պուշկինի անվան համար 4 դպրոցի այն դասարանը, որտեղ սովորել է Հայկը, անվանակոչվել է հերոսի անունով, տեղադրվել է նաև նրա կիսանդրին։ Այսօր մեր հերոսի ծնունդն է, եկել ենք շնորհավորելու, իր ծնողներին մխիթարելու։ Մեր ցավը շատ կորնա, մեր վիշտը կորնա, բայց շնորհակալ ենք բոլոր այն մարդկանցից, ովքեր մինչև հիմա եւ հուսով ենք, որոնք միշտ կանգնած են մեր կողքին։ Մեր բոլոր զինվորներին կմաղթեմ առողջություն, անամ խաղաղություն, առաջ հերթին այո խաղաղություն։
Պայծառ, բարի, լուսավոր և հաշտեցնող։ Այսպես են հիշում ընկերներն ու գործընկերները հայտնի և սիրված կինոռեժիսոր Ներսես Հովհաննիսյանին։ Հարսնացուն հյուսիսից, երջանկության մեխանիկա, այս ֆիլմերում Ներսես Հովհաննիսյանը կարողացել է դասական հումորով անկրկնելի կատակերգություն ներկայացնել։ Ըստ ընկերների վերջին տարիներին նա մշտապես կարոտում և ցանկանում էր վերադառնալ հայրենիք։ Նունե Ալեքսանյանի տեսանյութը։ Արդեն 40 տարի Ներսես Հովհաննիսյանի լավագույն ֆիլմը պահպանում է առաջնությունը հայ ֆիլմի պատմության մեջ ամենասիրված ազգային ֆիլմերի սանդղակում։ Մինչև այս ֆիլմը կինոռեժիսորն արդեն հայ ֆիլմում և Մոսֆիլմում աշխատանքի մեծ փորձառություն ուներ, համահեղինակ էր մի քանի ֆիլմերի և հասցրել էր աշխատել խորհրդային կինոյի մեծ վարպետներից մեկի Յուլի Ռայզմանի հետ, նրա հայտնի Քո ժամանակակիցը ֆիլմում, բայց միայն այս կատակերգության շնորհիվ մեծ էկրանին բացահայտվեց Ներսես Հովհաննիսյանի ահռելի ստեղծագործական ներուժն ու մեծ տաղանդը։ Փայլուն դերասանախմբից բացի այս կինոնկարում ռեժիսորը ներգրավել էր հայկական կինոյի լավագույն ուժերին, հաջողելով ստեղծել մի ֆիլմ, որը 4 տասնամյակ անց չի ծերանում և որը գրեթե անգիր գիտեն տարբեր սերունդների հայերը։ Ռեժիսորի գործընկերներն ու բարեկամները փաստում են, Հովհաննիսյանի ֆիլմերն ամբողջությամբ հագեցած են նրա լուսավոր էներգիայով։ Ներսեսին միշտ ասում էին մեր ներսիկ։ Մեր ներսիկը պայծառ անձնավորություն էր, բարի, իրա պայծառ ու ինքը իրա էությամբ ոնց որ լույս էր տալիս, հաշտարար էր, ցանկացած վեճ, որ կլիներ ում մեջ ուզմա լինի, ռեժիսորների, ռեժիսորի խմբագրի, ռեժիսորի սցենարիստի, ինքը հայտնվում էր, վերջ, կոնֆլիկտը փարատված է։ Ներսես Հովհաննիսյանի հետ 65-ամյա մտերմությամբ կապված Երվանդ Ղազանչյանը հիշում է, նա չափազանց տաղանդավոր էր նաև ընկերության մեջ, ու մարդկանց իր շուրջը համախմբելու հատուկ շնորհք ուներ։ Որպես ընկեր, որպես մարդ, զարմանալի երևույթ էր։ Բոլորին ուզում էր օգնել, եւ քիչ չեն են օրինակները, որ ես ինձ թույլ էի տալիս, թե մեր ընկերությունը ուրիշ տեսակ էր։ Թույլ էի տալիս զանգ տալ Մոսկվա, թե Ներսես, էս ինչ բանը խնդրում եմ մի հատ, էս խնդիր չկա, Երո ջան, վաղը ես քեզ զանգ կտամ։ Այդ օրը երեկոյան էր զանգ տալիս, որ այդ հարցը լուծված է։ Ձախորդ Փանոսը խոհարարները եկել են մրցույթի, երջանկության մեխանիկան, օտար խաղեր եւ Հովհաննիսյանի էլի շատ ֆիլմեր այսօր արդեն ազգային կինոյի լավագույն ժամանակաշրջանի վկայությունն են։ Նա պարզապես տարալուծվում էր իր ֆիլմերում եւ ստեղծագործական գործընթացում Հովհաննիսյանի համար չկար անլուծելի որևէ խնդիր, հիշում են ընկերները։ Ես ասում եմ, որ ֆիլմը եղավ անընդհատ Արտո Բաբաջանյանին, դու հիվանդ, մանավանդ այս վերջին ֆիլմը հիվանդ էր։ Սիրված մարդ էր, Արնոտ շատ էր սիրում Ներսեսին, շատ, ով չէր սիրում, բոլորս։ Անգամ Մոսկվայում ապրելու տարիներին նա մշտապես կապի մեջ էր Երևանի հետ։ Մեծ ափսոսանքով Գևորգ Գևորգյանը նշում է, որ բազմիցս քննարկել եւ անգամ կոնկրետ կինոսցենարներ են մշակել, որոնք Ներսես Հովհաննիսյանը պետք է նկարեր հայրենիքում։ Ցավոք, դրանցից որևէ մեկը էկրան չհասավ, անկատար թողնելով սիրելի ռեժիսորի վերջին շրջանի երազանքը։ Նոնե Ալեքսանյան, Հակոբ Սարգսյան, Առաջին ալիք։ Հոլիվուդի փառքի ծառուղում կավելանա նաև աշխարհահռչակերգիչ Շարլ Ազնավուրի անվան աստղը։ Այս մասին հայտնում են Ասփարեզ.com-ից։ Աստղի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա հոկտեմբերի 27-ին։ Կալիֆոռնիա նահանգի սենատի պատգամավոր Քևին Դե Լեոնը նույնպես ներկա կլինի այս իրադարձությանը։ Ազնավուրի աստղը կտեղադրվի Փենթջիզ թատերասրահի դիմաց, որտեղ հոկտեմբերի 28-ին էլ նախատեսված է 92-ամյա երգչի համերգը։ Mourir aimé, partir en redressant la tête. Եվ վերջում եղանակի ու ճանապարհների մասին այսօր առավոտից մեր հանրապետության տարածքում ձյունառատ եղանակ է։ Ինչպես հայտնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից, այս պահի դրությամբ էլ ձյուն է տեղում Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Կապան, Քաջարան քաղաքներում, Մեղրի Սար կոչվող հատվածում, Շիրակի մարզի Աշոց գյուղում, Գյումրի քաղաքում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան, Սպիտակ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Սևան քաղաքներում եւ Տավուշի մարզում։ Ինչ վերաբերում է
ավտոճանապարհների երթևեկելությանը, ապա դժվարանցանելի են Դիլիջանի եւ Սպիտակի ոլորանները, Վանաձոր Ստեփանավան ավտոճանապարհը, Մերկասառույց է Սոտք Քարվաճար ավտոճանապարհին, Աշոտsk Ամասիա տարածաշրջանում, Գորիս Սիսյան Քաջարան Մեղրի ավտոճանապարհներին եւ Վարդենյաց Լեռնանցքում էլ մառախուղ է։ Լարսի անցակետն էլ բաց է թեթև մարդատար ավտոմեքենաների եւ մինչեւ 30 նստատեղ ունեցող ավտոբուսների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Իդեպ օդի ջերմաստիճանը վաղը կշարունակի նվազել եւս 4-ից 5 նիշով։ Հիդրոմետրի տվյալով այս գիշեր եւ վաղն առավոտյան հնարավոր է թացություն տեղան նաեւ Երևանի բարձրադիր գոտում, հատկապես Ջրվեժ, Նորք եւ Քանաքեռ հատվածներում։ Առաջին լրատվականի հիմնական թողարկման համար պատրաստել ենք այսքանը, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում հաճելի երեկո։